Երևանում կառուցվող բարձրահարկի 6-րդ հարկից մի քանի օր առաջ ընկավ շինարարը, մահացավ։ Աշխատանքի տեսչականն իր նախաձեռնությամբ վարույթ է հարուցել մասնագետների խումբ ընտրել, բայց ամենայն հավանականությամբ միայն հաջորդ շաբաթվա ընթացքում կանցնի տարածքը զննելու։ Կոնկրետ դեպքի մասով դեռևս շատ բան չեմ կարող ասել, որովհետև դեռևս չունենք տեղեկատվություն։ Բայց փոխարենը տեսչականն ունի վիճակագրություն, տխուր վիճակագրություն կամ գոնե, ինչպես կառույցի պաշտոնյան է ձևակերպում, դրական միտում չունեցող վիճակագրություն։ 23 թվականին այդ թիվը դարձել է մոտավորապես 46 դժբախտ դեպք, որից մահվան ելք է եղել 11-ը։ Իսկ 2024 թվականին այդ դեպքը մեր վարույթներում կոնկրետ աճել է 79 դեպքով, 22 մահվան ելքով։ Մահացած քաղաքացիները հիմնականում երիտասարդ են եղել, ունեցել են հրահանգ, օրինակ համապատասխան սաղավարտ կրել, չեն ենթարկվել։ Սակայն Արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահը նկատում է շատ դեպքերում գործատուներն էլ չգիտեն, ինչ ասել է առողջ ու անվտանգ աշխատանքային պայմաններ։ Շատ ոլորտներում մենք նույնիսկ այդ նորմերը չունենք եւ ստիպված են լինում օգտագործել դեռևս հին, ուրեմն ժամանակների գոստեր, նորմեր, որոնք այսօր արդեն իրատեսական չեն օգտագործել, որտեղ դրանք հնացել են եւ աշխատանքային գործիքներն են փոխվել։ Այնուամենայնիվ մահվան դեպքերի համար ով է մեղավոր կամ պատասխանատու, տեսչականի ղեկավարի տեղակալը գնահատական չի տալիս։ Հասարակական սեկտորի ներկայացուցիչն էլ պնդում է յուրաքանչյուր առանձին դեպք առանձին մեղավոր կողմ ունի։ Մենք վարորդներին բոլորին տուգանում ենք, որ ամրագոտի չեն կապում, արդյոք բոլորն են կապում։ Արդյոք բոլորը ունեն այդ մշակույթը ձևավորած, ոչ, դեռևս չունեն։ Եվ այն դեպքում եթե տուգանում ենք, բայց այստեղ սկի չենք էլ տուգանում, ինչի մասն է խոսքը։ Տեսչականի լիազորությունները ավելացնել է պետք կարծիքը եւ տեսչականի պաշտոնյան եւ Արհմիությունների կոնֆեդերացիայի ղեկավարը կիսում են։ Տեսչականը իրավունք պիտի ունենա ցանկացած պահի ցանկացած կազմակերպություն մտնելու, ստուգում իրականացնելու, թե չէ սпасել դիմում բողոքի, մակագրել, զեկուցել, 3 օր առաջ էլ կազմակերպությանը տեղյակ պահել, մահից հետո էլ ինչ ենք ուզում։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական,